Ժողջան բարի լույս, հուսով եմ լավ եք ու հուսով եմ պատրաստ եք, որ մեծ պոտենցիալ է դիտարկվում, որ շուկան հավանաբար կընկնի։ Այսօր երեքշաբթի սեպտեմբերի 16-ն ենք, ու ինչի համար եմ կարծում, որ ինքը ընկնելու է, որովհետև Bitcoin-ը հələ այս կարգի ընկավ, բայց իրականում ամբողջ շուկան altcoin-ներին համանավանդ շատ ռիսկի, շատ ուժեղ ընկան ու դա խոսում է մասին, որ կարծում եմ, որ կարա շարունակությունն է այսօր, նույնիսկ վաղը մինչև ժամը 10-ը նույնպես անկումային շուկա լինի, տեսեք օրինակ այստեղ երեք սենց ընկել է մոտավորապես 8 հատ տարբեր սիգնալներ ենք որսացել, որի համար սպասում ենք, որ գա հասնի, այստեղ կտեսնեք բոլորը լավ տեղին ընկել են, հետևաբար կարծում շարունակելու անկնելը։ Տեսեք, միակ խնդիրը, որ ես տեսնում եմ այս անկման մեջ, այնա որ Bitcoin-ը ի վերջո չկարողացավ մարմնով 4 ժամանոց փակեր այս գծից ներքև, ու այս գիծը ինձ համար շատ կարևոր դեր ուներ այն տեսանկյունից, որ ինքը ավելի ամուր կլիներ, եթե փակվեր, բայց չի փակվել, այդ դեպքում մենք պետքա դիտարկենք ուրիշ զոնաներ, հասկանանք ինչա ինչ չի, տեսեք, հիմա մենք գտնվում ենք այս զոնայի, լավ, մեկ էլ այս զոնայի արանքում, ու այս զոնաների միջև ինչ ունենք, մեծ հասցրով մենակ ունենք մի բան, այստեղ տեսնում եք, ոնց որ մի հատ մեռյալ զոնա լինի, որտեղ որ անընդհատ, երբ որ այս պոչը նայեք, այս բոլոր պոչերը, նույնիսկ այս մեծ պոչը եկավ, մտավ ու մի անգամից դեպի ներքև, ինչ-որ կախարդական ուժ է, նույնիսկ այստեղ տեսնում եք, գալիս է ու ոչ մի ձևով չի կարողանում իջնի ներքև, դա իրականում կախարդական ուժ չի, պարզապես շատ գերհզոր զոնա ունենք այս հատվածում, դա է էլի պատճառը, թե չկախարդական ոչինչ չկա այստեղ։ Մեծ order block ունենք, որը որ մեծ պոտենցիալ ունի այսքան, եթե իջելը առնվազն մոտավորապես մի այսքան իջնի, ինչի համար եմ ասում այսքան, որտեվ ես դիտարկում եմ 70%-ը, որ ինքը կարա իջնի։ Հետևաբար, եթե սենց դիտարկենք, գալիս ենք կանգ ենք առնում մոտավորապես այս զոնայում 111-110 հազարի սահմաններում, որտեղ որ իմիջիայլոց Bitcoin-ը դեռևս չի հասել, էլի։ Այսինքն, եթե շատ ցանկանա Bitcoin-ը ու մեր տրամաբանությունը ճիշտ լինի, կարծում եմ, որ իրականում մենք կարող ենք տեսնել այսքան ներքև իջնելը։ Ինչի համար եմ նաև այդ կարծիքին, որովհետև եթե դիտարկենք այստեղ 113-112 հազարում սահմաններում ունենք բավականին հսկայական զոնա լիկվիդացիա։ Ու դե եթե լիկվիդացիա ունենք, ապա տրամաբանական է, չէ, որ պետքա որ իջնի։ Այստեղ վերևն էլ ունենք մի փոքր արևային գույներ, բայց կբարձրանա արդյոք, չեմ կարծում, ավելի շատ կարծում եմ, որ այսօր անկումային է լինելու ու ոչ միայն Bitcoin-ի համար, այլ մնացած ալտերի համար, իհարկե, եթե ոչ մի արտասովոր նորություն եւ այլն դուրս չգա։ Ինչի համար եմ սա ասում, որովհետեւ վաղը ժամը 10-ին բավականին պայթուցիկ նորություն է սպասվում մեզ ու շուկան կարա շատ ուժեղ տատանվի, ինչպես որ երեք ասեցի, կանրադառնամ վաղը ավելի խորացված, թե ինչ կարանք սպասենք, ինչ տարբերակներ կարանք դիտարկենք, որպեսզի պատրաստ լինենք։ Ու այդ իսկ պատճառով շուկան այսօր նույնպես կարա իրեն մի քիչ պայթունավտանգ պահի, բայց անկախ ամեն ինչից ես այստեղ տեսնում եմ, որ շուկան բավականին լավ տրամադրված է իջնելուն, իհարկե սա ժամանոցն է, ինչպես որ ասացի, 4 ժամանոցն է ուզում փակվեր։ Այս զոնային, որը որ դեռևս չի փակել, դա դեռ չի նշանակում, որ չի փակելու օրվա ընթացքում, երբ որ փակեց օրվա ընթացքում շատ ավելի լավ, բայց դե կապրենք կտեսնենք։ Դեռևս ես զուտ սպասում եմ այս պահին ինչ որ չոչի, այսինքն սենց մի բան, որ դեպի ներքև իջնի, դուք նույնպես կարող եք նույնիսկ րոպեանոց գրաֆիկա բացել
RSI փորձել դիտարկել, կարող եք նույնպես sense մի հատ տրենդ քաշել դեպի վերև ու այն պահին, երբ որ 15 րոպեանոցով ենթադրենք սիրուն կարմիր փակի տրենդից ներքև, չնայած այս տրենդը շատ սուր է դեպի վերև, բայց ունենք այն ինչ ունենք։ Եթե ստացվեց, կարծում եմ բավականին լավ կարա լինի, որ շորտենք։ Այն ինչը որ վերաբերվում է մնացած ալտերը նույնպես ես խորհուրդ կտամ, որ ուշադիր լինեք, որ եթե բիտքոին սկսեց ընկնել, օրինակ Stellar-ը, այս ինչ վատ է Stellar-ը չէ, այս մյուսը, մաքուր այսի։ Տեսնում եք ինչ անկում է տեղի ունեցել, նամանավանդ 3, օրինակ, եթե ուզում եք մի հատ սիգնալ, ապա այստեղ սիգնալը ունեք։ Սիգնալը այն է, որ եթե հասնի այս զոնա, ապա հավանականությունը շատ մեծ է, որ Stellar-ը շարունակելու է իջնել դեպի ներքև։ Ինքը բավականին ցածր ռիսկային գործարք կարա դիտարկվի, նույնպես, ու տեսնում եք, որ արդեն գլուխը բարձրացրել է 4 ժամանոցը, հավանականությունն մեծ է, որ կարա գա հասնի այստեղ։ Ոնց որ այստեղ եկեք մի հատ ալերտ տնենք, որ նույնպես եթե ժամանակը գա ու հասնի այս զոնայում, պարտադիր դիտարկեք, որ RSI-ը ժամանոցը առնվազն 70 պլյուս լինի կամ 70-ին մոտ լինի, որ առանց կաշկանդվելու գործարք բացեք դեպի ներքև, եթե իհարկե ցանկանում եք այն անել, ու հիշեք ամենակարևոր կետերից մեկը, որ ցանկացած գործարք, որ բացվում է, 1%-ից ավել ռիսկ չի արվում, որովհետև լիքը հնարավորություններ անձեռնվում գործարք անելու։ Կարևորն է, որպեսզի գումարը պահպանվի, ապահով լինի, ոչ թե ռիսկի դրվի ու պոտենցիալ լինի, որ կորի։ Տեսեք, մեկը 4.3-ի հարաբերակցության գործարք եմ, հենց ձեզ տրամադրում այստեղ։ Եթե կցանկանաք, շատ լավ է։ Եթե չէ, ես ամենայն դեպս սենց եմ դիտարկում, որ օքեյ, այս գործարքը կա, այս գործարքը միայն մտնելու եմ այն ժամանակ, երբ որ օրինակ այս նորությունները նույնպես, դուրս գա կամ պլյուս մինուս հասկանամ ժամանակ կա, այս նորությունները սպասենք նայենք, որտեվ կարա եւ շուկան սպասի այս նորությանը, այս նորությունից հետո նոր ինքը ագրեսիվ ռեակցիաներ տա։ Այդ նույնպես կարևոր է։ Տեսեք, եթե թայմինգը ինչի համար է կարևոր, եթե 2 ժամվա ընթացքում բարձրացավ, ապա ես միանշանակ կմտնեմ գործարքի, բայց եթե ժամը 4-ի կողմերը լինի, միգուցե եւ սպասեմ նորությանը, տեսնեմ ինչ է տեղի ունենում, կարող է մանիպուլացիան են ջարդեն մի փոքր վերևից նոր գործարքի մտնեմ, որովհետեւ ի վերջո market maker-ների նպատակն այն է, որ ստոպերը սաղ մաքրեն։ Մի խոսքով, այսքանն էր այսօրվա համար, զգուշ եղեք, անփորձանք եղեք, fake հայկերից հեռու մնացեք, կհանդիպենք հաջորդին, հաջողություն։